Հարգելի Տիկին նախարար, հարգելի Տիկին Հակոբյան, հարգելի բարեկամներ, yes. Distinguished Mrs. Minister, dear Mrs. Hakopian, dear guests, good day to you. Your Excellencies. Today, the European Union is celebrating the 75th anniversary of the Schuman Declaration of 1950. This is the founding document of the European coal and steel community. Community of European countries which initially was formed to create a joint management of coal and steel, strategic resources for war, but also to build peace. Այսօր Եվրոպական միությունը նշում է Շումանի հռչակագրի 75-ամյակը։ Այն պատմական փաստաթղթի, որը դրեց հիմքը եվրոպական ածխի եւ պողպատի համայնքի ստեղծման համար։ Սկզբնապես այս նախաձեռնության նպատակը պատերազմների հիմնական ռազմավարական ռեսուրսների, ածխի եւ պողպատի համատեղ կառավարումն էր, սակայն այն վերածվեց այն հիմնասյունի, որը վրա հետագայում կառուցվեց ժամանակակից Եվրամիությունը։ There was nothing inevitable about this event. Let us not forget that in the previous decades, Europe has been the theater, the epicenter of some of the greatest tragedies in human history. Two devastating world wars spanning across the globe, affecting multiple nations, including Armenians. Այս իրադարձությունն ինքնին անխուսափելի չէր իհարկե։ Պետք չէ մոռանալ, որ նախորդ տասնամյակներում Եվրոպան եղել է մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձությունների էպիկենտրոնը։ Երկու ավերիչ աշխարհամարտեր, որոնք ընդգրկել են ամբողջ աշխարհը եւ հետևանք թողել ժողովուրդների վրա ներառյալ հայ ժողովրդի համար։ The fact that France and Germany, two arch enemies in the past, decided to embark on this new path of cooperation was remarkable, was a courageous achievement. At that time, most people would not have thought it was possible. The creation of the European Union is a testament to how big visions, coupled with determination and pragmatism, can shape a peaceful future. Հենց այս իրողությունների ֆոնին էր այն փաստը, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի երբեմն հակառակորդները խաղաղության եւ համագործակցության ուղին ընտրելը բացառիկ եւ խիզախ դիվանագիտական քայլ էր, որը նրանք կատարեցին։ Այնին շատերի համար թվում էր անհնար, դարձավ իրականություն, ապացուցելով, որ մեծ տեսլականը եւ վճռականությունը կարող են կերտել խաղաղ ապագա։ However, when we look in the world today, it is clear that we live in turbulent geopolitical times. International cooperation is turning often global competition, and we cannot take our democracies and freedom for granted. Սակայն այսօր, երբ նայում ենք մեր սահմաններից այն կողմ, ակնհայտ է դառնում, որ ապրում ենք բարդ եւ փոթորկալից աշխարհաքաղաքական ժամանակներում։ Միջազգային համագործակցությունը հաճախ վերածվում է գլոբալ մրցակցության, եւ ժողովրդավարությունը, ինչպես նաեւ ազատությունները այլևս չեն կարող ընկալվել որպես ինքնըստինքյան երաշխավորված արժեքներ։ The European Union is adapting to these new realities. We are building resilience within our union in a range of areas. Security and defense is one of them, but we also have to stay the course on global challenges. For instance, the green transition, the climate change. And here, I want to stress that Armenia will play, by the way, a very important role in this regard by hosting the 2026 UN Biodiversity COP. Եվրամիությունը իր հերթին հարմարվում է նոր իրողություններին, ամրապնդելով իր դիմակայունությունը միության ներսում եւ տարբեր ոլորտներում։ Անվտանգությունն ու պաշտպանությունը դրանցից են, սակայն մենք չենք մոռանում նաեւ գլոբալ մարտահրավերները, այդ թվում անցումը կանաչ կառավարման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, եւ այս առումով ցանկանում եմ ընդգծել Հայաստանի նշանակալի դերը, որը այն ստանձնելու է այս հետեւյալ համատեքստում հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովը 2026 թվականին։
The message of European integration, the message of peace and partnership resonates well in our turbulent times. In order to uphold the international commitments, protect a rules-based international order, we need to work together in Europe and beyond. Եվրոպական ինտեգրման ուղերձը, խաղաղության, կայունության եւ գործընկերության ուղերձը առանձնահատուկ արդիականություն ունեն այսօր։ Կանոնակարգված միջազգային համակարգը պահպանելու եւ համաշխարհային մակարդակով համագործակցությունն ամրապնդելու համար մեզ անհրաժեշտ է գործել միասին Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս։ I would like to assure you that the European Union will continue to engage with partner countries around the world for a rules-based international order, but also to build peace, partnership and prosperity. Համոզված եղեք, որ Եվրոպական միությունը մնում է հաստատակամ իր հանձնառության մեջ զարգացնելու կանոնակարգված, փոխշաղավետ եւ խաղաղության վրա հիմնված համագործակցություն եւ գործընկերություններ։ This is also what we are doing here in Armenia. In fact, our relations have never been closer. I believe there are not many other examples of countries with whom the European Union has increased its engagement at that level in such period of time. Եվ սա հենց այն է, ինչ մենք անում ենք նաև այստեղ Հայաստանում։ Իրականում մեր հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Կարծում քիչ են այն օրինակները, երբ Եվրամիությունը այսքան կարճ ժամանակում այսպիսի ինտենսիվությամբ խորացրել է իր ներգրավվածությունը որևէ երկրի հետ։ In this very short period, our relations have deepened and expanded rapidly into new areas of cooperation, ranging from mobility, sectoral cooperation to security and defense. Այս կարճ ժամանակաշրջանում մեր հարաբերությունները արագորեն խորացել եւ ընդլայնվել են, ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ, շարժունությունից եւ ոլորտային ծրագրերից մինչեւ անվտանգություն։ Just a few examples of what we have done in the last 2 years. The European Union deployed the EU mission in Armenia, extended its mandate, took an important decision to launch a visa liberalization dialogue. It's the first time for several years that the European Union has launched such a process with a partner country, showing our commitment to the friendship with Armenia and delivering concrete results for the Armenians. Հետևյալ ուղղություններով կատարվել են շատ շոշափելի գործողություններ։ Եվրամիությունը տեղակայել է իր քաղաքացիական առաքելությունը, դիտորդական առաքելությունը եւ երկարաձգել դրա մանդատը։ Մենք մեկնարկել ենք մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն Հայաստանի հետ։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նման գործընթաց է նախաձեռնվում երրորդ երկրի հետ եւ սա հստակ ազդակ է մեր բարեկամության նկատմամբ ունեցած հանձնառությանը։ Also, for the first time, we provided assistance to Armenia under the European Peace Facility. Furthermore, we increased our financial assistance to Armenia very significantly by making a resilience and growth plan tailored for your country. Ինչպես նաև առաջին անգամ Հայաստանին տրամադրվեց աջակցություն Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում։ Եվ զգալիորեն ավելացվեց ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը, հատուկ մշակված դիմակայունության եւ աճի ծրագրի միջոցով։ With targeted support to boost Armenia's socio-economic resilience, connectivity, trade, energy diversification at a value of €270 million for the period 2024-2027. This plan is well underway to meeting its implementation targets. Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությանը, կապերի ամրապնդմանը, առևտրի եւ էներգետիկ բազմազանեցման խթանմանը, եւ այս նպատակի համար մենք տրամադրել ենք 270 միլիոն եվրո բյուջե եւ ծրագիրը նախատեսված է իրականացվելու 2024-27 թվականների ընթացքում։ Ծրագիրը հաջողությամբ իրականացվում է իր սահմանված ցուցանիշներին համապատասխան։ Every single day we work with great determination together with our Armenian friends in the government and the civil society to advance our partnership in a wide range of areas. Ամեն օր հաստատակամությամբ եւ նպատակաուղղված աշխատանքով մենք խորացնում ենք մեր գործընկերությունը Հայաստանի տարբեր ոլորտներում։
When looking at this positive trajectory, there is much to celebrate here in Armenia for the Europe Day. Եվ տեսնելով այս դրական ընթացքը, իրոք շատ բան ունենք նշելու Եվրոպայի օրվա շրջանակում։ I hope you will also join us for all celebrations which are part of the official Europe Day events in the country. Ես հույս ունեմ, որ կտեսնեմ ձեզ, ձեր ներկայությունը մեր Եվրոպայի օրվա նվիրված միջոցառումներին ամբողջ Հայաստանով մեկ։ For instance, tomorrow we are going to have our annual fair with information stands, cultural performances representing more than 20 member states and more than 50 partners representing different projects or initiatives that we have undertaken in the country. It will be a big celebration of the partnership and we are looking very much forward to. Օրինակ վաղը Ազատության հրապարակում մենք անցկացնելու ենք մեր ամենամյա ցուցահանդեսը տեղեկատվական տաղավարներով եւ մշակութային ելույթներով, որին մասնակցելու են ավելի քան 21 անդամ պետություններ Եվրոպական միության եւ ավելի քան 50 գործընկերներ։ Սա լինելու է իրական տոն նվիրված ԵՄ Հայաստան գործընկերությանը։ Also tonight we organize a piano concert in the Komitas Museum and tomorrow at the Theater of the Young Spectator we are going to have a very interesting and very informative performance called This is Europe. We had the same performance last year here in Yerevan under the Belgian presidency, but also this week in Gyumri and Gavar. Այսօր երեկոյան հրավիրում եմ ձեզ վայելելու նաև դաշնամուրային կոնցերտ նվիրված ժամանակակից եվրոպական երաժշտությանը։ Իսկ վաղը Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա սա Եվրոպան է ներկայացումը, որը արդեն ցուցադրվել է Գյումրիում եւ Գավառում։ So in Europe Day not only we recall the achievements of European integration, also the current challenges, but also we stress the importance of EU-Armenia relations, of a very fruitful and strong partnership. Եվրոպայի օրը մեզ համար ոչ միայն առիթ է վերախորհելու եվրոպական ինտեգրման պատմությունը եւ արկա մարտահրավերները, այլև ընդգծելու ԵՄ Հայաստան հարաբերությունների կարեւորությունը ընդգրկելով գործընկերության ծավալը ամբողջ երկրով մեկ։ Across the country, across age groups, I want to thank in particular our young European ambassadors for their efforts in this regard. They are organizing local events to celebrate Europe Day, for instance, a EuroQuest, a traditional Armenian dance, literary bridges in Gyumri, in Vaik, in Oshakan. Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր երիտասարդ եվրոպական դեսպաններին, ովքեր իրենց նախաձեռնություններով, տարբեր միջոցառումներով, Եվրոկվեստ, ավանդական պարեր, գրական հանդիպումներ եւ այլն նպաստում են ԵՄ Հայաստան մշակութային կամրջի խորացմանը։ Yes, we promote the EU-Armenia Cultural Bridge, which is the theme of this year's celebration. Let me conclude by thanking you for organizing this event. Ես ուզում եմ ավարտել շնորհակալությունս հայտնելով ձեզ այս միջոցառումը կազմակերպելու համար։ The cultural, social and political bridge between EU and Armenia is a very strong piece of infrastructure that we should all take care of. Մշակութային, սոցիալական եւ քաղաքական կամուրջը Հայաստանի եւ Եվրամիության միջև շատ կարեւոր կամուրջ է եւ այն պետք է կայուն պահել։ And I'm happy to note that with the efforts of all of us it is getting more and more solid day by day. Եվ շատ ուրախ եմ ընդգծելու, որ մեր բոլորի ջանքերի շնորհիվ այն ավելի ամրապնդվում է օր օրի։ Շնորհակալություն, շնորհավոր Եվրոպայի օր։ Շնորհակալություն։